Ես սովորել եմ դեղագիտություն եւ 5-րդ կուրսում ղեկավարի կողմից հրավիրվել եմ գիտահետազոտական կենտրոն եւ ուսանող տարիներին արդեն որոշեցի կյանքս կապել գիտության հետ։ Հենց այդ հրավերն էլ ճակատագրական է դարձել Աննայի կյանքում, արդեն 18 տարի գիտությամբ է զբաղվում։ Կատակում է, թե այն ժամանակ իսկական խենթություն էր մնալ այս ոլորտում։ 2008 թվականին կեսդրույքի կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը եղել է 12100 դրամ։ Այսօր արդեն ֆարմացիայի ինստիտուտի երիտասարդ տնօրենը գիտության ոլորտը համարում է ոչ միայն ամենահետաքրքիրը, այլև կատարած աշխատանքի դիմաց համարժեք վաստակելու, արժանապատիվ ապրելու հնարավորություն։ Իդեպ գիտաշխատողների 53%-ը կանայք են, ղեկավար պաշտոններ զբաղեցնում է 30%-ը։ Կան տարատեսակ դրամաշնորհեր, օրինակ ասպիրանտական ծրագիր, ամրապնդման ծրագիր, հեռավար, ինչու ոչ նաև վերապատրաստման ծրագրեր։ 4-5 տարվա ընթացքում աշխատավարձը կարող է հասնել միջին կրտսեր գիտաշխատողի մինչև 400-500 հազար։ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողները հնարավորություն ունեն հետազոտական կենտրոնում աշխատանքի անցնելու արդեն 4-րդ կուրսից։ Վիճակագրության համաձայն յուրաքանչյուր կուրսի 1 կամ 2 շրջանավարտ հենց գիտության ոլորտն է ընտրում։ Մենք ոլորտում ունեինք միջինում եմ ասում 150 գիտնականով թվի նվազում ամեն տարի ու այդ տրենդը շարունակվում էր անկախության տարիներից սկսված, ինչը բավականաչափ մտահոգիչ էր, ու մենք հասել էինք ինչ-որ կետի, որ վտանգավորության աստիճան արդեն հասունացած էր։ Մենք կարողացանք արդեն 3-րդ տարին է, եթե չեմ սխալվում, գրանցել գիտնականների թվի էական աճ, այսինքն ինքը համահասցնում է կոմպենսացնի այդ 150-ով պակասելը, նաև դրա վրա ավելանում է մոտավորապես տարեկան 200 նոր գիտնականների մուտք համակարգ։ Հայաստանում գիտության ֆինանսավորումը 2017 թվականի համեմատ աճել է 2.8 անգամ։ Եթե այն ժամանակ ֆինանսավորումը կազմում էր 14.3 միլիարդ դրամ, ապա 2025 թվականին արդեն 42 միլիարդ դրամ է եղել։ Հատկացված գումարը ծախսվում է ատեստավորումների միջոցով աշխատավարձերի բարձրացման եւ տեխնիկական վերազինման նոր սարքավորումների ձեռքբերման վրա։ Լաբորանտի կամ ճարտարապետի աշխատավարձը բարձրացել է կրկնակի 67,000-ից դառնալով 138,000 դրամ։ Ավագ լաբորանտի աշխատավարձը կրկնակիից ավելի է բարձրացել 76,000-ից հասել է 179,000 դրամի։ Եռապատկվել եւ քառապատկվել են նաեւ կրտսեր գիտաշխատողից մինչեւ գլխավոր գիտաշխատողի աշխատավարձերը։ Շատ ավելի բարձր են ստանում նաեւ գիտական խմբի եւ գիտական ստորաբաժանման ղեկավարները։ Կառավարության ֆինանսավորման ավելացումը բերեց նրան, որ մենք ներկայիս դրությամբ ունենք խոշորագույն, տենց ներդրումներ ոլորտում աննախադեպ չափերի գիտական սարքավորումների ձեռքբերման առումով, որոնցից արդեն իսկ 5 միլիարդ դրամը ձեռք է բերվել եւ տեղափոխվել է անպատասխան գիտական կազմակերպություններ, մնացած մասը գտնվում է ձեռքբերման փուլում։ Սա մեր տվյալների մշակման կենտրոնի մուտքն է, ինձ ճանաչում է եւ մտնում ենք։ Սովորական կենտրոն չէ, մուտք գործելու պայմաններն էլ հատուկ։ Որ ներսը շատ չկեղտոտենք։ Երևանի պետական համալսարանի արհեստական բանականության կենտրոնն է, այսպես կոչված սուպեր համակարգիչը։ Այստեղ համակարգիչն է։ 2021-ից 2025 թվականներին գիտահետազոտական կենտրոնների միայն անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար պետբյուջեից գրեթե 20 միլիարդ դրամ է տրամադրվել։ Գլխավորը հենց սուպեր համակարգչի համար ներդրումն է 3.7 միլիարդ դրամ։ Այս ամբողջը ծառայեցվում է գիտական նպատակների համար, այսինքն գիտական լաբորատորիաները, որոնց գործունեության համար անհրաժեշտ են մեծ ծավալի հաշվարկներ, այս համակարգչին կարողանում են հասանելիություն ստանալ եւ իրենց հաշվարկները տեղադրել ստեղ։ Սուպեր համակարգիչը գործի է անցել այս տարեսկզբից, այսպիսի հնարավորություն ունենալը տարիներ շարունակ երազանք է եղել բազմաթիվ գիտնականների համար։ Արհեստական բանականության մոդելներ պատրաստող Հերանտի թիմը միայն հունվարին կարողացել է 6 ամսվա գործ կատարել։ Հետազոտական աշխատանքներ իրականացնելու, արագ արդյունք ստանալու, նոր փորձեր կատարելու բացառիկ հնարավորություն է սա։ Հիմնական հաշվարկները, որոնք այս համակարգիչներում պիտանի են, դրանք այդ արհեստական բանականության հետ կապված հաշվարկներն են։ Ինչպես ստեղծել նոր արհեստական բանականություն, այդ գործի համար հենց այս տեսակի հաշվողական ռեսուրսներ են պետք։ Այս պահին համակարգչով աշխատելու հնարավորություն ունեն առայժմ Երևանի պետական համալսարանի գիտական խմբերը, բայց այլ ինստիտուտներից եւս շուտով կկարողանան միանալ գերհամակարգչին։ Այս հսկայի ճշգրիտ աշխատանքի համար ամեն բան մանրակրկիտ մշակված է։ Այսպես կոչված հերթի համակարգը թույլ է տալիս աշխատել անխափան, անկախ ծանրաբեռնվածությունից։ Անհրաժեշտության դեպքում կատարում է առաջադրանքները անգամ գիշերը, երբ հանգստանում են հանձնարարություն տվողները։